Իսրայել-Իրան հակամարտության հետևանքների, Հայաստանի հետ հարաբերությունների և սպասվող մշակութային ծրագրերի շուրջ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ։ به نام خداوند متعال Հանուն Աստծո ողջունում եմ ձեզ, շնորհակալություն, որ այսօր եկել եք Հայաստանի Հանրապետությունում Իրանի մշակույթի կենտրոն եւ ինչպես գիտեք ուրբաթ օրը սկսվեց Իսրայելի կողմից ցանցազերծված այս աղետալի պատերազմը, որը իրականում պատերազմ է մի քաղաքակրթության դեմ։ Իրանը, ինչպես գիտեք, հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթություն է եւ այսպիսով Իսրայելը թիրախավորում է քաղաքակրթություն, այսինքն սա պատերազմը քաղաքակրթության դեմ։ Եթե նայեք պատմությանը եւ ուսումնասիրեք պատմությունը, կտեսնեք, որ երբևէ չի եղել այնպիսի պատմական շրջան, երբ Իրանը հարձակվի մեկ այլ երկրի եւ մեկ այլ ժողովրդի վրա։ Այն հայտարարությունը, որ Ամերիկան կապված Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացությունների հետ եւ հատկապես Կապույտ մզկիթ այցելելու հետ բոլորովին անհիմն է։ Կապույտ մզկիթը այսօր էլ շարունակում է իր մշակութային եւ արվեստի հետ կապված գործունեությունը, հանդիսանալով խոշոր մշակութային կենտրոն։ Կապույտ մզկիթը կշարունակի լինի անվտանգ վայր, ինչպիսին եւ Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում իր անվտանգությամբ, խաղաղությամբ, սիրով, բարեկամությամբ եւ այս առումով այն խորհրդանշում է նաեւ իրանահայկական մշակութային կապը, որը քաղաքական բնույթ ունի, այսինքն ընդգծվում է, որ Հայաստանը քաղաքակիրթ եւ մշակութասեր երկիր է։ Այս հայտարարությունը, որը հնչեցվել է Ամերիկայի եւ ամերիկյան դեսպանատան կողմից, պատճառ է դարձել, որ մարդիկ ել ավելի իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Կապույտ մզկիթի վրա եւ այդպիսով մարդկանց ցանկությունը այցելելու այդ մշակութային կենտրոն ավելանա։ Վստահեցնում ենք, որ բոլոր մշակութային կենտրոնները, որոնք կապված են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, անվտանգ վայրեր են, աչքի են ընկնում իրենց անվտանգությամբ, եւ դա նրանք են, որ այդ վտանգն են սերմանում եւ այդ վտանգն են քարոզում։ Այն ագրեսոր երկրները, որոնք դեմ են դուրս եկել մշակույթին եւ քաղաքակրթությանը։ Վերջին օրերին Իսրայելի կողմից թիրախավորվել են Իրանի գիտամշակութային կենտրոնները, Արտգործնախարարության գիտական ուսումնասիրությունների կենտրոնը եւ դրան կապված գրադարանը, որոնք բացարձակապես գիտական կարեւորություն են ներկայացնում իրենց, կրկին թիրախավորվել են Իսրայելի կողմից։ Եվ գիտամշակութային կրկին կենտրոնները, պարկերը, որտեղ անցուդարձ ունեն մարդիկ, սովորական դրանք նույնպես թիրախավորվել են։ Եվ նշվածից առավել կարևոր է լրատվամիջոցների թիրախավորումը, լրատվամիջոցների, որոնք ամբողջ աշխարհում բոլոր մարդկանց հարգանքն են վայելում, իդեմս Իրան ազգային հեռուստատեսության նույնպես թիրախավորվել են։ Պատմությունը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդը քաղաքակիրթ, մշակութասեր եւ քաղաքակրթությունը սիրող ժողովուրդ է։ Իրանում Հայաստանի եկեղեցիները լավագույնս պահպանվում են պետության կողմից։ Անդրադառնալով այն հարցին, թե Իրանից մի ալիք է գալիս իրանցիների Հայաստան, դա իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ է, որ հիմա հայ-իրանական սահմանը, Զանգեզուրը, Նորդուզի շրջանը մարդաշատ են, այսինքն այդտեղով բավական շատ թվով մարդիկ են անցնում, գնում գալիս։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջին պատճառը այն է, որ թռիչքներ չեն գործում։ Եվ Թեհրանից Երևան եւ Երևանից Թեհրան օրական 3-ից 5 թռիչք էր գործում մինչև այս։ Հիմա այս բոլոր զբոսաշրջիկները ստիպված են ցամաքային ճանապարհով հատել եւ բնականաբար դրանով պայմանավորված մարդկանց հոսքը կավելանա։ Եվ մյուս կողմից հաշվի առնենք նաեւ այն մարդկանց խումբը, ովքեր ճանապարհորդում էին այլ երկիր եւ ովքեր ստիպված են հիմա գալ Երևան եւ Երևանից գնալ։ Եզրակացնելով պետք է նշենք, որ այն միտքը, որ այս ագրեսիայի արդյունքում իրանցի փախստականների հոսք է գալիս Հայաստան, դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում եւ կեղծ տեղեկատվություն։ Եկող 9 ամսվա համար մենք տարբեր ծրագրեր ենք նախատեսել։ Կապույտ մզկիթում Իրանի տարբեր նահանգների մշակութային շաբաթների, այսպես ասած, մշակութային օրերի կազմակերպում, հայկական եւ իրանական ընդհանուր խոհանոցային փառատոնի կազմակերպում, հայ եւ իրանցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, ինչպես նաեւ պատրաստական ենք աջակցել հայ արվեստագետներին եւ նրանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությանը Կապույտ մզկիթում։ Այս ամենը այն բոլոր ծրագրերի կողքին, որոնք իրականացում են հնդհացս,
այսինքն ի նկատի առնվում հիմնական կրոնական միջոցառում։ Կապույտ մզկիթը այն կենտրոնն է, որը դարձել է աշխարհի բոլոր մուսուլմանների համար այն վայրը, որտեղ իրենք կարող են իրենց կրոնական պահանջները բավարարել, հաշվի առնելով, որ այն գտնվում է մի երկրում, Հայաստանում, որտեղ ամբողջապես տիրում է խաղաղությունը եւ հարգանքը այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ։ زنده Կեցե Իրանը եւ կեցե Հայաստանը։ باد Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։